Այո, վախ ունի լիմիտ եւ վախից է ծնվում հերոսությունը հիշեք։ Այո։ Նիկոլը ռադիոակտիվ տոքսիկ աթխոդ է։ Մենք սարսափելի ֆորս մաժորային իրավիճակում ենք եւ եթե հասարակությունն ասում է ես անփորձ մեկին եմ ուզում, բայց իմ աչքերում ազնիվ մարդու, ուրեմն դուք բոլոր փորձառուներով պետք է ապահովեք հասարակության այդ անփորձ տեխնազուին։ Պետք է արձանագրել, որ Նիկոլը ունի որոշակի տակտիկական հաջողություններ։ Մայրաթորի խաչի փոխարեն խոսքի Նիկոլը չի ելե նստել այդ գմբեթին դրա համար պրանիսլո։ Իր հույսը այլևս այն չի, որ ինքը 40% մաքուր ձեն է տանելու։ Իր հույսը այն է, որ իր 20-ը նաղդ լինի։ Խավել Կարապետյանը եւ իր ուժը այն տառանն է, մեծ սուր այն միջնաբերդերը կոտրող։ Տաղեք կպնենք սաղաս այդ գերանին, այդ տառանին ու դմփսնենք այդ դարպասը։ Դուք կարծում եք դա հնարավոր է։ Դուք ուզում եք որ իրենք բոլորը գան այդ խրամատում տեղավորվեն։ Չէ, հակառակն եմ ասում։ Չէ, լսեք։ Ես ուզում եմ ինքը երկար ապրի, որ այդ սաղ իշխանազրկումից հետո ինքը պետք է մղձավանջի մեջ երկար ապրի։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ կրկին ընդունել եք իմ հրավերը։ Փոխադարձ։ Հարցերը շատ են, իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ շատ են, նախընտրական շրջանը մոտենում է եւ մենք այսօր շատ հարցերի շուրջ ենք խոսելու, պետք է խնդրեմ, որ հնարավորինս կարճ բոլոր հարցերին պատասխանեք, որ հասցնենք բոլոր հարցերի շուրջ խոսել։ Չեմ խոստանում, բայց մաքսիմալ կպատասխանեմ։ Այո, այդ դեպքում ես ձեզ կընդհատեմ, եթե տեսնեմ երկար է։ Նախ խոսենք Ֆիդանի հայտարարությունից, որը բավականին ինքը իհարկե մենք հասկանում ենք, որ անկեղծ հայտարարություններ եւ սպասելի թերևս հայտարարություն, մենք բոլորս հասկանում ենք, որ Թուրքիայի համար միանշանակ Փաշինյանն է, այն քաղաքական գործիչը, որը պետք է մնա Հայաստանում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան իրենց ծրագրերը մինչեւ վերջ իրականացնել, այդ ամենենի Ֆիդանը բավականին մեծ պրոֆեսիոնալ է եւ նման հայտարարությունը մի քիչ տարօրինակ էր, թեև ինքը փորձել է իր հայտարարությունը այնպես անել, որ նաեւ Հայաստանի իշխանությունները կարողանան ասել, որ չէր խոսում ընտրություններին աջակցելու մասին, բայց իրականում հենց դրա մասին էր խոսքը։ Ձեր կարծիքով ինչ պետք է անի Թուրքիան եւ ինչ պետք է անեն եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որ կարողանան օգնել Փաշինյանին այս ընտրություններին վերընտրվելու հարցում։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ ցավոտ ու կարևոր հարցից սկսեցինք զրույցը։ Ես մի քիչ համաձայն չեմ ձեր տված գնահատականների հետ, որ ԿՊԱ-ականները կարողանում են հրամցնել Ֆիդանի խոսքը այնպես, որ դա իբր աջակցության խոսք չէր։ Ակնհայտ է, որ ԿՊԱ-ականները չունենալով բարոյական որևէ նշաձող եւ ցանկացած հարցում անգամ մածունը սևացնելով փորձում են բլբլալ, բայց երբ որ մարդը պատասխան որևէ հարցի ինչ-որ բան արտաբերում, դա չի նշանակում, որ նա պատասխանում է կամ հիմնավորում է, այսինքն այո, ԿՊԱ-ականները տեղեկատվական աղբ են գոյացրել այս հարցի շուրջ, իրենց բնորոշ բանական, այսպես ասած, խոսույթով փորձելով սվաղել այդ թեման, բայց Ֆիդանը բավականաչափ բաց էր, ինչ պետք է ասեր, մի հատ էլ պետք է ինչ-որ դոսիե հաներ ցույց տար, պարզե, որ դիվանագետի համար, այն էլ նման փորձառու մարդու համար դա շատ բաց ակնարկ էր եւ այստեղ խիադարել, հա, դուք ձեր հարցի մեջ բան կարող է վնասա տվել Նիկոլոց։ Չէ, ես կարծում եմ, որ ինքը չուզենալով է նման հայտարարություն արել։ Ես կարծում եմ, ինքը չուզենալով ոչինչ չի անում, այս պարագայում, Հայաստանի հետ կապված։ Մարդը ինչ-որ բան ասել է, լեզվից թռել է։ Հետո կարող է նախկին ռազմավարական ղեկավարը իր աշխատակազմին լրագրողներով ասի այդ մասը կտրեք, հա, դա դժվար բան չի Թուրքիայի նման ավտորիտար երկրում։ Ամեն դեպքում դա չի կտրվել եւ Այո, եւ սա է պատճառը, ուզում եմ, սա է կարեւոր, այսինքն իրանք վաբանկ են խաղում, ռուսի ասած սադգրտիմ զաբրալա։ Նախ Նիկոլն է բաց խաղում, հնարավորինս բաց, որովհետեւ ի տարբերություն 21 թվականի ընտրություններին պատրիոտիկ լոլոներ կամ ազգային, այսպես ասած, խոսույթ իր վրա չի քաշում, բաց տեքստ չի ասում Հադրութը եւ Շուշին կազատագրեմ, չի ասում Արցախի հարցը լուծված չէ եւ պետք է լուծվի հայտնի սկզբունքների հիման վրա, բաց տեքստով է խաղում, հա, նա։ Եվ Թուրքիան մտել է այդ խաղի մեջ, որովհետեւ Նիկոլի միակ կռվանը այս փուլում է,
այլևս այսպես կոչված խաղաղությունը հրամցնելն է հասարակության այն հատվածին, որոնք իրոք հոգնել են խնդիրներից, հոգնել են որոշակի բաներից, ինքը խաղում է օբյեկտիվ հոգնածության եւ հիասթափության հողի վրա։ Եվ Ֆիդանը այստեղ եկել է որպես, այսինքն տղա են բերել, որը կապացուցի, որ այո, եթե Նիկոլը մնա, ճամփեքը կբացվեն, ենթադրենք առևտուր կլինի, մարդիկ լավ կապրեն, հանգիստ կապրեն։ Մի քիչ սարսափելի բան եք ասում, պարոն Աշոտյան։ Ես բժիշկ եմ եւ ձեր տրամաբանությամբ բժիշկ եմ, հա։ Եթե ձեր տրամաբանությամբ, հա, ձեր ասածը մի քիչ ամփոփեմ ու շարունակեմ, ստացվում է, որ եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ նաեւ Փաշինյանը արդեն հասկացել են, որ վախը մտել է հայաստանցիների մեջ այնքան շատ, որ կարելի է հենց վախի այս տրամաբանությամբ ընտրություններ հաղթել, որովհետեւ Ֆիդանն ասում է, որ հա, մենք ուզում ենք, որ Փաշինյանը լինի եւ դրա շարունակությունը ենթադրում է, որ դուք կարող եք մեզ հետ խնդիրներ ունենալ, եթե չընտրեք Փաշինյանին։ Բայց դա ճշմարտություն է, այսինքն այնպես չի, որ դա ես ասացի ու դրուկը secret պալիշնել է, վախի քարոզը եւ դրա այդ շահկապված նսեմացումը որպես խաղաղություն մատուցելու առևտուրը քաղաքական տեխնոլոգիա Նիկոլը դա անում է։ Եվ Ադրբեջանում ձեզ մի բան հիշեցնեմ, 21 թվականի ընտրություններից հետո հիշում եք Ալիևն ասում էր Նիկոլ, դու հայ ժողովուրդ դու ընտրել ես Նիկոլին, հետեւաբար ինքը ինչ անում է լեգիտիմ է, այսինքն այս խաղը վաղուց է գնում եւ այդ լեգիտիմությունը այսպես կոչված է, մենք չենք քննարկում 21 թվականը, ինչպիսի ընտրություններ էին, առհասարակ Նիկոլի օրոք ընտրությունները ինչ են, հա։ Ես մի գիրք եմ վերջերս ավարտել, կարդալ, կոչում է Как почти честно выиграть на выборах։ Почти честно, да։ Գիրքը գրել են ուրեմն ամերիկյան, անգլիացի հեղինակներ եւ հետեւյալի մասին է, թե 21-րդ դարում ինչպես պահպանելով ժողովրդավարության շղարշը, ավտոկրատները դեմոկրատական պատրանքի ներքո իրականացնում են ընտրությունների ֆալսիֆիկացիա ցանկացած փուլում նախ ընտրականից մինչև հետընտրական եւ նկարագրված են 21-րդ դարի այս post-truth, postmodernism իրավիճակին բնորոշ տեխնոլոգիաներ, որոնք ոնց որ Նիկոլը այդ ինձ թվում է Նիկոլը այդ գրքից ունի կամ ինչ որ մեկը իրան կարդաց է պատմել է։ Այսինքն մենք այս իրավիճակի մեջ, երբ որ խոսում ենք ընտրությունների ընդառաջ միջազգային մթնոլորտի մասին, պետք է հստակ հասկանանք։ Իսկ ձեր կարծիքով մենք չունենք դրսի աջակցության որոշակի պոտենցիալ, որը կարող էր սնուցել հայ ժողովրդի ինքնավստահությունը։ Արդյոք չեք մտածում, որ այդուամենայնիվ ինչ վիճակում էլ այսօր լինի հայ ժողովուրդը, ինչ վիճակում էլ լինի Հայաստանի բնակչությունը, բայց եթե Հայաստանի բնակչության հետ այսպես անկեղծ ընդդիմությունն ասի, որ Նիկոլը գնում է ընտրությունների այս հետևյալ կարգախոսով, որ եթե ինչ չընտրեք, թուրքերը ձեր վրա կհարձակվեն, դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը, որովհետև մարդ վախնել ունի իր լիմիտը, վախնել ունի իր շրջանակները, այսինքն գալիս է մի պահ, որ մարդը արդեն չի կարողանում վախենալ, հատկապես մի ամբողջ ազգ։ Չեք կարծում, որ սա պետք է ընդդիմությունը օգտագործի։ Վախի պսիխոէմոցիոնալ, այսպես ասած, վերլուծությունը մի փոքր շարունակեմ, այո, վախը ունի լիմիտ եւ վախից է ծնվում հերոսությունը, հիշեք։ Այո, հենց դրա մասին եմ ասում։ Հիմարների արարք չի, անսիրտ, աններվ, անարյուն մարդկանց բան չի, հերոսությունը ծնվում է վախից, որովհետեւ այո, դուք ճիշտ եք, վախը գալիս է մի աստիճանի, ֆոբիաները առասարակ, որտեղ մարդկանց մի զգալի մասը քայլ է անում։ Հիշում եք մակեդոնացու այն հայտնի էքսպերիմենտը, որ ինքը բորբանակ էր հավաքագրում, զինվորներին կանգնացնում էր եւ վախացնում էին։ Այն զինվորները, որոնք գունատվում էին, չէին դառնում մակեդոնացու զորքի զինվորներ, իսկ այն զինվորները, որոնք այդ ստրեսի տակ կարմրում էին եւ ջլերը բրկվում էին եւ լցվում էին, դրանց էր վերցնում։ Այսինքն վախը, ստրեսը բոլորին։ Մեր դեպքում վախը կարող է ծնել թասիբ։ Ես ուզում եմ մենք չունենանք գունատվող ընդդիմություն եւ գունատվող ժողովուրդ։ Ես վստահ եմ, որ հասարակության մի մասը այդ կուտը ուտելու է, բայց խոսքը մի մասի մասին չի, խոսքը հայ ժողովուրդը որպես ամբողջություն որոշում կկայացնի, որ Նիկոլով այլևս առաջ գնալ չի կարող։ Ես մի բան եմ ուզում հարցնել, պարոն Աշոտյան, Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, հա։ Ենթադրենք, Աստված չտա։ Նա հաղթեց ընտրություններին եւ կրկին վերընտրվեց եւ Հայաստանի վարչապետն է 2026 թվականի հունիսից հետո կրկին
կան ինչ-որ կարմիր գծեր, որոնք որ չի հատի Փաշինյանը, կան ինչ-որ զիջումներ, որ կպահանջվեն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից եւ Փաշինյանը այդուամենայնիվ այդ զիջումներին չի գնա։ Ապոկալիպտիկ ֆիլմի սցենարամ, դեր ոդից հետո իմ Ինչ կլինի, հա, եթե տենց սկսում է ապոկալիպտիկ ինչ կլինի, եթե հաղթի։ Այն ինչ որ 21-ին մենք ասում էինք, որ եթե Նիկոլը վերընտրվեց եւ ասում ենք ընտրությունների չի կարելի գնալ, այդ ամբողջ իրականություն դարձավ ավելին։ Մենք անգամ այդքան վատ բաներ չէինք կանխատեսել։ Իսկ հիմա ինչ կա, որ նա չի գնա։ Չեմ կարծում, որ տենց բան կա։ Իհարկե խոսքը գնում է բանի մասին, որոշակի կարմիր գիծ կարողանա ինչ-որ միտեղ, բայց սեփական կարմիր գիծը, հասարակական պետական ազգային գիծ, նա չի կհատվեն այդ սեփական եւ ազգային կարմիր գծերը։ Օրինակ, եթե որոշվի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը ասում են եկեք միություն ստեղծեք մեր հետ, Հայաստան պետություն չլինի, լինի միություն ինչ-որ։ Ճանաչում եք հռոմեական պատմությունից մի դեպք, երբ որ հայտնի ստարկատերը առանց ստրուկին ազատելու հետը պսակվում է։ Չէ։ Կապ ունենում է այդ թվում ինտիմ, աշխատացնում է, երեխա կարող է ունենա այդ ստրուկից, բայց պսակվել։ Բայց ես նաև ենթադրում եմ օրինակն է, այսինքն ինչ միության մասին է խոսքը, եթե իրենք մաքսիմալ առանց այդ էլ արդեն առաջ են տարել մի հսկայական ծավալով աշխատանք, հիշում եք Էրդողանն էլ Ալիևն էլ ասում են, որ այս թուրքական երազանք է։ Զանգեզուրի միջանց կոչվածը կամ պանթուրքական եւ միջանցքը դա մի 120-130 տարի առաջ կներեք մի խումբ թուրքալեզու ինտելեկտուալների բաններ։ Մենք դրա մասին դեռ կխոսենք, Զանգեզուրի միջանցքի մասին կխոսենք։ Այսինքն ես կարմիր գիծ չեմ տեսնում Նիկոլի։ Լավ, այսպես ձևակերպեմ հարցը։ Ձեր հարցը տալուց հաստատ գիտեք, որ ինձ ես այսպես ձևակերպեմ։ Չէ, ես կարծում եմ, որ այդուամենայնիվ զիջման գնալու դիմադրությունը այդ զիջման գնալու կարող է Փաշինյանի մոտ մի քիչ ավելի մեծ է կամ ավելի երկար է դիմադրում, քան ասենք իր մեկ այլ թիմակից եւ կգա մի X պահ, որ Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար ոչ թե Փաշինյանը կլինի նախընտրելի առաջնորդ, այլ ասենք Փաշինյանի թիմից մեկ այլ մեկը, որ ավելի պատրաստ է, ավելի արագ։ Ձեր հարցը մեզ տեղափոխում է մի քիչ այլ դաշտ, որովհետեւ այո, Նիկոլը ռադիոակտիվ տոքսիկ աթխոդ է։ Բայց նա դեռևս ունի որոշակի էներգիա եւ ակնհայտ է, որ իր տերերը, այդ թեկուզ նա տոքսիկ թափուն է քաղաքական իմաստով, որոշակի expiry date ունի դեռ, այսինքն պիտանելիության ժամկետը ըստ իր տերերի Նիկոլի չի ավարտվել։ Ակնհայտ է, որ նա ավարտնա, եթե անգամ դարձավ վարչապետ, լեզուս չորանա, իսկ այս տեմպերով մենք այդ կանխատեսումներ պետք է հաշվի առնենք, ապա նա չի աշխատի իր ամբողջ հաջորդ սրոկը։ Այսինքն կգա մի պահ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ակնհայտ կլինի, որ իրենց արդեն Փաշինյանն էլ ձեռնտու չի։ Մավր сделал свое дело, мавр может уходить։ Մենակ ձեռնտուի հարցը չի ստեղ, նաեւ խնդիր կա այնուհանդերձ հանրային գոլոշիներ թողելու, իսկ գոլոշի Հայաստանում լիքն է։ Իսկ այդ լարվածությունը, անարդարությունների հետ կապված այդ պորտկումը, այդ թասիբը ձեր ասած, դա կա չէ այսօր մեր։ Այս բանին դեռ շատ քիչ է նշмарվում։ Okay, քիչ է նշмарվում։ Չկա բյուրեղացման կենտրոնը, այսինքն այդ էներգիան ռասպիլոնի վիճակում է, փոշիացված վիճակում է, բայց շատ քիչ է երկրում։ Պարոն Աշոտյան, ամենամեծ խնդիրը, որն ունի անդիմությունը, ու չի ուզում խոստո, ինքն իրեն չի ուզում խոստո անել, որ այդ խնդիրը կա, անկեղծ զրույցն է ժողովրդի հետ։ Անդիմադիրները պետք է մաքսիմալ անկեղծ փորձեն խոսել ժողովրդի հետ, որովհետև եթե մենք խոսում ենք ապաթիայի մեջ գտնվող մի հատվածի մասին, բնակչության, ասենք նրանց մասին, որ ավելի շատ են, քան բոլոր մնացածները եւ խնդիր կա նրանց բերել ընտրությունների, դա կոպիտ ասած Նիկոլի ժեխը չէ։ Մի հատ բան կար։ Դրանք ավելի մարդիկ են, որ ինչ որ ինտելեկտուալ ցենզ ունեն։ Մի փոքր դիտարկում անեն, կարծում եմ քրիտիկական բան եմ ասելու։ Այդ անկեղծելիքի կարիքը կա եւ չգիտեմ ոնց ես եւ իմ ընկերները մեր հարցազրույցներում փորձում ենք մաքսիմալ անկեղծ լինել, այդ թվում ես այսօր այդպես եմ ներկայացել դեր տաղավար, բայց այդ անկեղծելիքը չպետք է պոպուլիզմի վերածվի։ Պոպուլիզմը չէ, անկեղծ զրույց է։ Ասել որ այդտեղ կա սահման, այդտեղ կա նույն։ Ասենք երբ որ անդիմադիրը գնում է օրինակ, սենց ասեմ, հա, պրակտիկ օրինակ բերեմ, առարկայական օրինակ եմ բերում, անդիմադիրը գնում է
Օրինակ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ու Ես Պետրոսը 7 տարի հրավիրված չեմ եղել այնտեղ։ ինչ որ մեկը կապ չունի, բոլորովին կապ չունի թե ընդդիմության որ դաշտից է գնում, հա, ընդդիմադիր գործի չէ, գնացել է Պետրոս Ղազարյանի մոտ օրինակ հարցազրույցի եւ այդ ընդդիմադիր այդ Պետրոս իրեն հարց է տալիս, ասում է Նիկո դուք ասում եք որ Նիկոլն ամեն ինչ զիջում է, բայց դրա շնորհիվ մենք ունենք խաղաղություն։ Դուք որ գաք իշխանությունների, դուք չեք զիջելու ու այս ընդդիմադիրը առաջինն ինչ պետք է ասել, ասում է պարտադիր ասում է, չէ, մենք էլ ենք խաղաղության, մենք էլ ենք պատրաստ զիջումների, բայց հետո այդ արդեն դառնում է անկեղծ, որովհետև եթե ընդդիմադիրն ասի, իսկ չէ, ես ընդդիմադիրը եթե խոսի, որ բայց ինչի պետք է ամեն ինչ զիջենք, այդ առաջինը, եւ երկրորդը չեք կարծում, որ սխալ է անընդհատ կապել խաղաղությունը Նիկոլի հետ, չխաղաղությունը ընդդիմության հետ։ Եթե դուք չեք կարծում, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իրենք չեն նայելու ով է Փաշինյանը թե ոչ։ Տիկին Բաբայան ջան։ Մի քիչ եկեք ջարդենք այդ պահը։ Շատ ուղիղ ջարդենք։ Եթե Նիկոլը խոսում է խաղաղության մասին, ապա մեր կոնցեպտը, հանրապետականների կոնցեպտը անվտանգությունն է։ Դեռ չի կարող լինել խաղաղություն առանց անվտանգության։ Խաղաղությունը անվտանգության պրայզվոդնին է, ածանցիալն է։ Չի կարող լինել վտանգավոր, բայց խաղաղ։ Այդպես չի լինում։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե տանիք չունես քո տան վրա, 7 օր կարող է արև լինի, լավ եղանակ լինի, բայց դու անվտանգ չես 8-րդ, դա չի նշանակում դու խաղաղ ես քո տան մեջ։ Ես Պետրոսն եմ հարց եմ ձեզ տալիս։ Դուք եկել եք իշխանության։ Դուք եկել եք իշխանության։ Գնում եք զիջման։ Ես իմ բոլոր տարաձայնություններով հանդերձ ձեր հանդի նկատմամբ քաղաքական հայացքների չեմ կարող ձեզ այդ դերում պատկերացնել, խնդրում եմ, մի ձեզ վերագրեք դերեր, որոնք որևէտեղ համատրելի չեն։ Ինչ զիջման պատրաստ է գնալ օրինակ հանրապետականը։ Խոսքը չի գնում զիջումների մասին, հանրապետականը եթե իշխանության լիներ, նախ եւ առաջ ես ասեմ, հա, կարեւոր է։ Դուք խոսեցիք ընդդիմության խնդիրների մասին։ Ընդդիմության խնդիրներից մեկը այն է եւ կոնցեպտուալ, որը մենք փորձում ենք կուսակցությունով լուծել եւ մեզ համար, եւ եթե դաշտին հետաքրքրի նաեւ դաշտի համար, դա ոչ միայն անտի-Նիկոլ կոնցեպտն է, որտեղ բոլորս դավադիտ ենք եղել, ասում դե սա գիտենք, դե լավ, մի բան ավել, մի բան, պոստ-Նիկոլ կոնցեպտն է։ Իսկ այստեղ խնդրեմ ունի ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը։ Մենք ծրագիր մշակել ենք, գրեթե ավարտել ենք պոստ-Նիկոլի մասին, որ անտի-Նիկոլը այդ սամոսաբոյ է արդեն։ Ինչ անել Նիկոլից հետո, որովհետև Հայաստան Նիկոլից հետո կոնցեպտը այսօր ռազրաբոտանի չի, ծամաշ չի, հասարակությունը դա լավ չի հասկանում եւ ձեր հարցադրումները դրա հետևանք են։ Զիջումները եսիմ ինչա, այդ արդեն դետալներ են, հա, թե ինչ կանի ընդդիմությունը, եթե չլինի Նիկոլը, այդ շատ կարևոր կտոր է եւ հասարակության մի զգալի մասը դա է ուզում լսել։ Իսկ մենք կներենք որպես նախկին իշխանություն, ունենք փորձ, այդ թվում դառը, բայց այդ փորձը առավելություն է, որովհետև փորձից մենք դասեր ենք քաղել, եւ պոզիտիվ եւ նեգատիվ, այսինքն եթե առաջ գնալով այն չկա ավելի լավ հաջորդ իշխանություն, քան նախորդ իշխանությունը, ով եղել է անդիմություն եւ գիտի իր սխալները, եւ այդ փորձը պետական հարստություն է։ Նախորդ բոլոր իշխանությունների փորձը կառավարման, բոլորի, այդ թվում մեր որպես ամենաթարմ, դա պետական ազգային հարստություն է, որովհետև այդ փորձից է ծնվում դասը։ Իսկ եթե դու դաս չունես, եթե առաջնորդվում ես թանը չեմ ուզում, էլի անփորձ մածուններ բերեք ինձ սկզբունքով, միթե մենք այդ շռայլությունն ունենք այսօր որպես պետություն, որ հերթական անգամ փորձած թանը դնենք մի կողմ եւ ասենք անփորձ մածուն ենք ուզում։ Աֆերիստների, սպեկուլյանտների, քաղաքական առևտրականների պակաս այդտեղում ձեր տաղավարում չի եղել, ճիշտ է։ Մենք սարսափելի ֆորս մաժորային իրավիճակում ենք եւ եթե հասարակությունն ասում է ես անփորձ մեկին եմ ուզում, բայց իմ աչքերում ազնիվ մարդու, ուրեմն դուք բոլոր փորձառուներով պետք է ապահովեք հասարակության այդ անփորձ տեխնացուին։ Կներեք հասարակությունը այդպիսի բան դեռ չի ասում, որովհետև դեռ չի ասում, կներեք, այդ ոնց ասում, սոցհարցումներն եք ասում, սոցհարցումները շատ տարբեր են եւ շատ ավելի խորը բաներ են։ Մարդկանց հետ ենք խոսում։ Մարդկանց հետ ես էլ եմ խոսում։ Խոսքը չի գնում, որ նա տեսեք, փորձած թանը անփորձ մածունից լավ է արտահայտությունը, այդ պատահական բան չի, չէ՞, այդ ֆաստ ֆուդի
այդ վաճառակետի արաբական խոհանոցի կամ շաուրմա վաճառողի գովազդային սլոգան չի, չէ՞, այդ 100-ամյակներով ձևավորված ժողովրդական իմաստություն է։ Չի ուզում փորձած ոչ մի քաղաքական գործ չի։ Նրա մասին, որ ես հիմա եկել եմ, ասում եմ ինձ ընտրեք կամ իմ կուսակցությունը, մենք էլ այդ հարցը չենք ավարտել որպես որոշում, հա, եւ դրա մասին եք խոսում։ Այդ սիրով։ Այս թեման փակենք հետեւյալով. խաղաղություն, անվտանգություն, որից կբխի նաեւ խաղաղություն։ Այս մեր կոնցեպտն է։ Անվտանգություն first, այսպես ասած։ Ավելի པարզ լեզվով մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, այնպիսի զենք, որ մեր վրա հարձակվելը գլխացավ լինի։ Այստեղ կներեք, ես մի փոքր Թուրքիա եւ Ադրբեջանը, եւ նրանք դա ոչ թե չուզենան։ ես Նիկոլի հետ եմ համաձայնվում, Նիկոլը պրոստը մեկ-մեկ երևի խելոք բաներ իրան ասում են, որ sense բան կա այս գրքում, կոնցեպտը հետեւյալն է, անվտանգությունը մենակ բանակը չի, բայց անվտանգությունը նաեւ բանակ է, անվտանգությունը դաշնակիցներ են, Տնտեսությունը բանակ դաշնակից։ Մի բան էլ ասեմ, այսօր շատ կրիտիկական, կարող է դա առաջին հայացքից տեղեկատվական անվտանգությունը, տեղեկատվական էմոցիոնալ անվտանգությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ մեզ վերագրում են հիբրիդային պատերազմի զինվորի, իրանք են հիբրիդային պատերազմ անում, չէ՞ մեր դեմ, երկրի դեմ։ Այսինքն գողը առաջինն է գոռում բռնիր գողին, այդ Նիկոլի բանն է, կներեք բառիս համար, վնգստոսն է, հիբրիդային պատերազմ են անում մեր դեմ, ինքը իր ժողովրդի դեմ իրականացնում է էմոցիոնալ, հոգեբանական տերոր, դա արվում է, դուք լավ գիտեք, եւ դա իդեպ իր իշխանության հենասյուններից մեկն է, ըստի եթե խոսում ենք պետության անվտանգության մասին, նաեւ շատ կարևոր։ Իդեպ սա որպեսզի չստացվի, որ ինչ որ տենց արևելյան դիկտատուրաների փորձ եմ ասում, չէ, նույն Լեհաստանը վերջերս Լեհաստանը ստեղծել է վերջերս պետական կառույց, որը մեծ ֆինանսավորմամբ եւ լավ մասնագետներով պետքա կռիվ տա նման տեսակի օպերացիաների դեմ, այսինքն դա տրենդ է, իսկ հայ ժողովուրդը արդեն զոհ դարձել է մանիպուլյացիաների։ Մի հատ 18 թվականին, մի հատ 21 թվականին եւ հիմա մի հատ էլ հիմա է գնում, այսինքն մի բան հիշեցնեմ, չգիտեմ, ձերոնք կգտնեն արխիվում թե չէ։ Եվրասիական միությունից դուրս գալու որոշման նախագծի քննարկումներ 17 թվական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ Պատիվ ունի ղեկավարելու այդ հանձնաժողովը եւ Նիկոլը որպես հիմնական զեկուցող խոսք վերցրեց ու Արտաշես Մամիկոնիչի միջև խոսում էր, Այդպես մի հատ կադրեր ասում է, հա, Գեղամյանը ասում է, թուրքերը կհարձակվեն, ցեղասպանություն կանեն, գազը կփակեն, sense մի հատ հիստերիկ բան ունի, չէ՞, այդ տարիներից գալիս է այդ բանը։ Այդ կտորը հիմա ինքը անում է մեր վրա։ Տեքստը փոխվել է, բայց ինքը նույն ձևի անում։ Պետք է տարածել այդ կտորը։ Պարոն Ասության, եկեք մյուս հարցի շուրջ մի քիչ խոսենք թրիփի մասին է խոսքը, որովհետև մեզ հրամցրեցին թրիփի իրագործման ինչ որ մի փաստաթուղթ, որը ստորագրեցին Ռուբիոն եւ Միրզոյանը, մի փաստաթուղթ, որը աչքի է ընկնում նախաբանում արդեն նշված, որ այս պայմանագրով ոչ մի կողմ պարտավորություն չի վերցնում, ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Հայաստանը, եւ երկրորդը այդ փաստաթղթում ամեն վարքյան անպետք չի նշված է Հայաստանի տարածքային ամբողջականության սուվերենության մասին, որ կարծես թե էլի ինչ որ մի նախընտրական թուղթ են տվել Փաշինյանին նրա իսկ խնդրանքով ոչինչ չի ոչ մի բանի մասին սա չի խոսում, միայն նշված են տոկոսները, երևի բիզնեսմեն Թրամփի համար այդ տոկոսները կարևոր են, Թրամփն ասել է ինչ ուզում եք գրեք տոկոսները նշեք, ամերիկյան կողմն էլ այդ տոկոսները նշել է, մնացածն ասել է ամենտեղ պետք է թե պետք չի նշենք, որ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Ձեր կարծիքով թրիփը ի վերջո այդ տեսքով, որ մեզ ներկայացրել են, իրականություն կդառնա։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության Աստված մի արած նորից, կարող է դառնալ իրականություն, եթե Նիկոլը չմնա իշխանության, ապա տրիփը կարող է դառնալ Հայաստանի լոգիստիկ շատ ավելի մեծ կապիտալի, ներուժի ուղղություններից մեկը վերանայված պայմաններով։ Խնդիրը չի գնում, տեսեք, այստեղ ընդդիմությունն էլ խնդրեմ ունի, ոչ մեկին չեմ ուզում կապրեմ, զուտ բովանդակային։ Մենք այդ տրիփից մի օր առաջ կուսակցությունում արեցինք պանելային քննարկում Հայաստանի լոգիստիկ պոտենցիալի հետ կապված ալտերնատիվներ առաջարկելով։ Այսինքն նի տրիփում հիձինում, էլի այսպես ասած։ Բայց ընդդիմության մի մասը փորձում է խաղալ
Ամերիկայի ներկայիս առաջնորդի զգայուն այսպես քաղաքական իմաստով էրոգեն զոնաների հետ եւ մրցավազքի մեջ են մտել միջև էս տրիպը։ Մեկ ասում է տրիպը երկարացնենք, մյուսը ասում է տրիպի կողքերը իրանց անունով այգիներ կոչենք, ես իմ Ժորժ ջան, այդպես չի աշխատելու, հա։ Այն որ Տրամպի հետ հնարավոր է աշխատել, անգամ ամենավատ պարագայում, երբ որ Տրամպը գիտեք քանի տարեկան է Տրամպը։ Գիտեմ, չէ, այդ խոսենք հիմա։ Կապ չունի, Տրամպը այնպես չի, որ սամադուռ է։ Տրամպը պարզապես ամերիկյան ազգային շահերի սպասարկման ուրիշ ճանապարհ ընտրել, չի ուզում այդ ոլորաններով, այդ այդպես զեկույցներով, այդպես պոլիտեսներով, քորթրսիներով, վլոբ, հա, այդպես գործարքային տամ։ Հարցը ինչի մասին է, հարցը հետևյալի մասին է, որ Տրամպը հետ հնարավոր է աշխատել։ Երկու օրինակ եմ բերում։ Առաջինը մարդը ասում էր, որ Գազայի 2 միլիոնին պետք է հանել, տեղափոխել вообще ուրիշ տեղ, ու ինչ որ artificial intelligence-ով ինչ որ ռիվիերաների բաներ բերել լազուրնի եղա, չէ, գնացին ուրիշ ճանապարհով, խի, որովհետև պաղեստինցիք եւ իրենց սատարող արաբական որոշ պետություններ դեմ էին։ Դիմադրեցին, այո։ Իսկն հնարավոր էր, չէ, այդ մարդուն տրամաբանը փոխել ու դիմադրեցին ու փոխեցին։ Տրամպին պետք չի մեղադրել, երբ որ դաշույնը մտցնում ես, մենակ փողը չի մեղավորել, գնում ավ ինչքան կարա։ Բայց դիմադրի, երկրորդ օրինակը։ Այս բանտարկյալների հետ կապված։ Բելարուսի նման իզգոյ պետություն, իզգոյ, որ տենց բացի ոչ մի խոսքով է, ու գնում ես հատուկ բանա գնաց, բանակցում է, ու Լուկաշենկոն այս պայդրությամբ մոտ 50-60 քաղբանտարկյալ ազատ արձակում։ Պատրաստվում է նոր։ Հնարավոր է, չէ, անել, այսինքն։ Դա հնարավոր է։ Խոսք անգամ չի գնում մեր տղերքի մասին, որոնց մասին շատ մտահոգ եմ, Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակից սկսած հացադուլով, 11-րդ օրն ապօրինի կալանքի մեջ գտնվող սրբազաններով, Դավիթ Հովանբարձումյանում դատնա, այսօր մենք գրվում ենք միջև դատարանի որոշումը դրա համար այսպես, հա, ասենք, Վազգենով Սաղաթելյանը։ Խոսքը գնում է այս պարագայում։ Նաև Բաքվի բանտերից քրիստոնյա հայերին բերելու մասին հնարավոր է բանակցել, չէ՞։ Մանավանդ Բելարուսին ինչ են զիջել։ Բելարուսին կալիումի գործարանը այդ բաների պարարտանյութի թողել են արտահանի։ Ես ասեմ երկու ամենավտանգավոր հնարավոր է աշխատել, պարոն Աշոտյան, դուք ասեք դա ոնց անեք։ Ամեն դեպքում այնտեղ կա երկու պահ, որ չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համար եւ որ միշտ լինելու է անփոփոխ, հա, առաջինը որ փաստաթղթում նշված է, որ այս ճանապարհը Ադրբեջանի Նախիջևանի հիմնական մասի հետ Ադրբեջանի միացնող ճանապարհ է, դա նշված է առանձին։ Եվ երկրորդ բանը այդ տոկոսները, որ այդ ամենայնի վերահսկողությունը այդ ընկերություններում ունենալու է Միացյալ Նահանգները։ Եվ ինչ էլ որ լինի, մենք այդ երկու բանի հետ հաշվի ենք նստելու։ Եթե նույնիսկ Թրամփը չլինի, եթե նույնիսկ Փաշինյանը չլինի, Ադրբեջանը ու Թուրքիան միշտ ասել են, բայց դուք ստորագրել եք փաստաթուղթ, որը որ մեզ տալիս է ճանապարհ, այսինքն Զանգեզուրի միջանցք, իրենք հիմա էլ են դա ասում, ինչ ձևով էլ որ դա լինի, ինչ անուն էլ ունենա, սա Զանգեզուրի միջանցքը։ Սա արդեն իրողություն է, սրա հետ ինչ որ ձևով աշխատելու հնարավորություն կա։ Տեսեք, եթե անգամ Ախուրյանցի անոյի անունը դնենք Կլեոպատրա, ինքը դրանց Կլեոպատրա չի դառնում, հա։ Եվ նույնը այո այստեղ է, եւ Ալիևը դրա մասին էր ասում, մեր ուզում ենք Ախուրյանցի անոյի Ինչ կարելի է սրա դեմ անել։ Ժոզեֆինա ինքը մեկա, Ժոզեֆինա չի։ Առաջինը այդ թուղթը իրավական ուժ չունի։ Ակնհայտ է, որ այդ հայտարարությունից հետո բոլոր դեպքերում գալու է իրական իրավական փաթեթավորման փուլը, եւ միջև այդ փուլը Նիկոլը պետքա չլինի։ Այսինքն, եթե անգամ այդ թուղթը ընդունենք որպես կոնցեպտների, այսպես ասած, նկարագրություն, ապա իրավական փաստաթղթում իշխանափոխությունից հետո ես վստահ եմ, որ հնարավոր է վերաբանակցել։ Երկրորդը դուք շատ ճիշտ եք, եւ Թուրքիան վերջերս նորից հայտարարեց, որ Կարսից դեպի Նախիջևան երկաթգիծ է սկսում կառուցել։ Այսինքն այն հույսերը, այն կուտը, որ Նիկոլը տալիս էր, որ չէ, հետո կշարունակվի, հայ-թուրքական սահմանը կբացվի երկաթգիծ բանման, թուրքերը հստակ կապիտալ ներդրումով ցույց են տալի, որ Նիկոլը խաբում է։
որ Հայաստանի տրանզիտային պոտենցիալը, ինչի մասին մենք խոսում ենք, տրիպը կամ այդ աշխարհագրությունը, այսպես ասած, Հայաստանի տրանզիտային ներուժի մի փոքր մասն է, եւ դա կարա դիտարկվի որպես լոգիստիկ պրոյեկտ եւ արդյունավետ լոգիստիկ պրոյեկտ, եթե համակցված է Հայաստանի պետական ազգային շահերին համահունչ հյուսիս-հարավից, օրինակ, հա, միջև չինական պրոյեկտների մեջ, ես վերջերս հարցազրույցում էլ ասեցի, այստեղ ռումբ է դրված ոչ միայն Հայաստանի շահերի տակ, տեսեք նույն Արարատ Միրզոյանը կամ եվրոպական ամերիկյան փորձագետները ինչ են ասում տրիպը կապելու է Միջինասիան Եվրոպային, լուրջ, Չինաստանը ուր է, բա մեզ ասում եք այդ middle corridor-ը, այդի մեծ պոտենցիալ է, առևտրաշրջանառությանը հսկայական ծավալներ, փողա գալու, փողը եթե գա էլ, շանս կա փողի, եթե Չինաստանը սկսի այս երակից օգտվել, որովհետև ծավալներն այնտեղ են։ Միջին Ասիայից կներեք Եվրոպա, այդ ծավալները գոյություն չունեն եւ տեսանելի ապագայում չեն կարող ռենտաբիլնի այսպես ասած։ Մենակ էներգակիրները քիչ են, որովհետև էներգակիրները ունեն որոշակի, տեսեք, էներգակիրները ունեն որոշակի պատալոկ աճի, հա, դա չես կարող անընդմեջ աճի ենթարկես։ Էներգակիրների հետ կապված Միջին Ասիան ունի այսօր այլընտրանքային ուղիներ։ Այդտեղ գալիս է, եթե խոշոր պրոյեկտի մասին եք խոսում, էներգակիրներ, Կասպից ծովի տակով պետք է խողովակաշարք գցեն, կարան գցեն։ Այդ ռուսները այդքան չեն ունենում կամ պարսիկները, հա։ Ուզում եմ հասկանամ, այդ սաղ այդ Վիլեմի Նավաձեպիսն է, գյուղնաստատու հեքիաթները։ Իմ հարցազրույցներում կարծեմ վերջին անգամ էլ այս պահը հիշում եմ, հիշացել եմ կրկին, ձեզ հետ էլ զրույցում էլ ասեմ, հա, տեսեք, նոյեմբերի 9-ից 2 օր անց, առաջին անգամ, երբ 2020 թվականի այդ նոյեմբերի 9-ից հետո Պուտինը խոսել էր եւ պատմել էր Ղարաբաղյան հակամարտության պատերազմի եւ կարգավորման մասին եւ այդ ստորագրած երրակողմ հայտարարության մասին, նա օգտագործել էր մի նախադասություն, որ ես ֆիքսել էի ու անընդհատ դրա մասին մտածում եմ, ասում էր եւ իհարկե մենք պետք է նաեւ ապահովենք Հայաստանի հյուսիսի եւ հարավի միջև այդ հաղորդակցությունը, այսինքն ենթադրում եմ ես սրանից, նաև Պուտինի այս հայտարարությունից, որ ի սկզբանե իրենք պայմանավորվել են ինչ-որ մի ճանապարհի մասին, որը հետո Ադրբեջանն ասում էր Զանգեզուրի միջանցք, բայց բոլորովին այլ պայմաններով, որովհետև կային խաղապահներ, կար Արցախ եւ այլ։ Համաձայն եք ան մտքի հետ, որ ռուսների հետ այդ ճանապարհը միայն չկառուցելու համար Հայաստանի իշխանությունները բերեցին նրան, որ մենք այսօր չունենք Արցախ։ Մենակ ճանապարհի ես համաձայն եմ, որ գեոպոլիտիկ գեմբլինգի, այսպես ասած, խաղամոլության, դրույքադրության, այսպես ասած, շրջանակներում Նիկոլը գնաց այդ դավաճանական ավանտյուրայի, թե ավանտյուրային դավաճանությանը, այդ բաղադրիչները, ասում եմ, to be discussed, եւ այո, այդ որոշումը կայացվեց հրաժարվել Արցախից Այն պահից սկսած դա հրապարակվեց, երբ որ Նիկոլն ասաց իջեցնենք նշաձողը։ Դոմինոյի հերթական կաստյաշկյան Արցախի փլուզման հարցում այդ էր, այսինքն իջեցնել նշաձողը արտահայտությունը դրա տենց իր կտաված ձևներ, կուտ տալու ձևներ։ Մենակ ճանապարհի հարցը չի, ակնհայտ է, որ Հարավային Կովկասի վերաձևավորում է գնում ազդեցության տիրույթների։ Ես իմ կուսակցությունը իր արտաքին քաղաքական ծրագրերը երբեք չի թաքցրել եւ այստեղ իհարկե Ռուսաստանի Դաշնությանը վերաբերելով որպես իրական ռազմավարական դաշնակից բնական մենք էլ բազմաթիվ հարցեր ունենք, չէ՞։ Տղերք, դուք գերտերություն եք, իրոք։ Գերտերությունը գեոպոլիտիկ առումով պետք է ունակ լինի երկու եւ ավել թաթերաբեմերում միաժամանակ տարաբնույթ պատերազմներ։ Ինչպես է գնահատում Սալավիովի հայտարարությունը։ Ես ուղիղ ասել եմ, որ Սալավիովի հայտարարությունը իր անձնական, այսպես ասած, ձևակերպումների մեջ իմ համար անընդունելի է։ Ասել եմ, որ այդ հայտարարության ի հայտ գալը ռուսոֆոբիան սնուցելու Հայաստանում պետական քաղաքականություն դարձած ռուսոֆոբիան սնուցելու հրաշալի առիթ էր։ Եվ ավելի մեծ վնաս Ռուսաստանի շահերին եւ Հայաստանում Ես գիտեք ինչի վրա եմ զարմանում, պարոն Ասատրյան։ Եվ ուզում եմ մի կարևոր բան, ես գիտեմ, որ հիմա իրան փակել են որոշակի ալիքներով կարդում եմ, որ Սալավիովի ձայնը այսպես ասած իջացրել են, բայց երբ որ առիթ լինի, ես կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունների մասին անկեղծ զրույցի կարիք կա։ Իսկական զրույցի, ոչ թե մունաթի,
ոչ նրանց պրոպագանդիստական այդ brainwashing-ի, ոչ էլ այս կողմից պետք է լուրջ խոսել։ Եվ այդ լուրջ խոսալու արդյունքում հասկանալ, մենք вообще ապագա իրանք ուստի, մենք ունենք այդտեղ ընդհանուր շահեր, թե չէ, որովհետև մենք չգիտենք, հա, այդ կներեք ես ասեմ, մենք չգիտենք այդ Յալտա 2-ը լինելու է, չի լինելու, բայց ակնհայտ է, որ վատ է հնչում։ Կարող է մեր ժողովրդավարական բանին սովորած ականջին վայ խզում է, ֆալշ չի, այդ գմփոցն է այսօր աշխարհում, որ այո, ազդեցության տիրույթներ կան, ոլորտներ կան, որոնք բաժանվելու են։ Ես չգիտեմ, գուցեև սխալվում եմ, բայց իմ կարծիքով Կրեմլում դեռ չգիտեն Հայաստանը իրենց պետք է թե չէ, եւ ինչ ռազմավարություն որդեգրել Հայաստանի հետ եւ կներեք, դուք սկզբունքային բառ, ինձ չի հետաքրքրում Կրեմլում սպիտակ տանը Եվրոհանձնաժողովում։ Ես հասկանում եմ, որ դες չի հետաքրքրում, եթե Սալավիովի մասին շատ կարևոր բան ասացիք։ Հայաստանը հայերին պետքա թե չէ։ Հայաստանը հայերին պետք է, ես ուրիշ բան եմ ասել։ Այդ պետքա տեսնեմ։ Ուրիշ բան եմ ասել։ Հայաստանը հայերին պետքա, ես դեռ համաձայն եմ։ Գործողություն եմ ուզում տեսնել։ Սալավիովը մի կողմ դնենք, ես իմ ներքին համոզմունք ունեմ, որ դա իր անձնական կարծիքն է եւ ոչ ոք իրեն չի ասել, որ ինքը նման հայտարարություն անի, որտեղ նորից եմ կրկնում, Կրեմլում դեռ չգիտեն ինչ են ուզում Հայաստանից։ Ուրիշ բան եմ ասել։ Բայց կներեք, Սալավիովի մասին խոսելիս հիշեցնենք նաեւ, որ Սալավիովի այդ սխալ խոսքից տենց գրգռված մասաներին խպայական հորդորում եմ նույնագրգիռ արձագանքներ տալ Ֆիդանին, նույնագրգիռ արձագանքներ տալ կներեք երբեք չեք մտածել ինչի են հայաստանցիները, ովքեր տարածված այդ ռուսաֆոբիայի ֆոնին, ինչու են այդ մարդիկ, որ զայրացած են Ռուսաստանից եւ ինչ որտեղ նաեւ օբյեկտիվ է իրենց զայրույթը, ամեն դեպքում ինչու մարդիկ չեն սիրում Ռուսաստանը, բայց չեն վախենում Ռուսաստանից։ Երբևէ դրա մասին մտածել եք, ասեք, ինչպես կարելի է վախենալ Ադրբեջանից եւ պարբերաբար գնալ զիջումների Ադրբեջանին եւ չվախենալ Մոսկվայից, Ռուսաստանից։ Ես չեմ ուզենա, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում երբևէ դրվի վախը։ Դա ի սկզբանե սխալ բան է։ Այդ սխալ կոնցեպտ է, այսինքն այդ հարցի մեջ ինչու ռուսներից չեք վախում, ես դաժե չեմ ուզում պատասխանեմ, թե ինչու ըստիս չեմ վախում։ Բայց ինձ հետաքրքիր է, վախը այդ հարցից տալիս են կողքի արտասահմանցիներն եւ ասում են, այս մենք հետևում ենք եւ այո, հայերն ասում են, որ պատերազմ կլինի, վախենում են պատերազմից, բայց ամեն ինչ խոսում են Ռուսաստանի դեմ ու չեն վախենում։ Ստացվում է, որ Ռուսաստանն այնքան բարեկամական երկիր է, որ ոչ մի հայ իրականում չի կարող վախենալ ռուսից, ճիշտ եմ հասկանում։ Դրդում եք պատասխանը սոտքի, բայց ֆիքսեք իմ հիմնական մոտեցում։ Վախը անընդունելի գործոն պետք է դիտարկել կամ вообще ֆունդամենտ չի դա հայ-ռուսական հարաբերությունների համար։ Ինչու որոշների մոտ ձեր ասած բանը կա, եկեք միասին մտածենք։ Գուցե մարդկանց թվում է, որ կարելի է արջի համապատասխան հետ խաղալ, բայց չհասկանալը, որ այդ արջը մի անգամ կարա պրոստը դնգի ու այդ տենց շատ նապի համար դա վատ բան է լինելու։ Բայց տեղ ուրիշ այո, նապաստակը կարող է կներեք այս համեմատությունների համար, բայց պետք է այդ մետաֆորաներով խոսենք, հա, դա ընդունված լեզու է անգամ Աստվածաշնչում։ Եթե նապը քնած արջից էս պայն չի վախենում, բայց վախենում է գայլից ու աղվեսից, այդ դրանք ավելի նաղդ վտանգներ են։ Եթե իրան թվում է, որ գայլն ու աղվեսը կարան նապին ազնելը գրեմ այդ արջի մի հատ քացով խփի արի, օքեյ, կարող է 5 անգամ քացով խփի գա, բայց այդ մի անգամն է արջը դնգելու կներեք բառը։ Եթե խոսում ենք այս ռուսկի народный сказкաների հեքիաթային լեզվով, այսպես ասած։ Մի հարց էլ տամ արտաքին քաղաքականությունից։ Բայց մենք տենց մեջները պուստոտաներ են մնում, էլի դուք լիքը հետաքրքիր որտեվ ես շատ հարցեր ունեմ, դու չեք հասցնում բոլորին կարճ։ Կարճ, օքեյ, եկեք ոդքասթ վարենք, կարճ։ Իրանի պահը, հա, այսօր հանդարտ է, փառք Աստծո, հանդարտ է քչից շատից Իրանում եւ բայց մի քանի օր առաջ հանդարտ չէր եւ այնտեղ մեծ նախահեղափոխական ինչ որ բաներ կային, ըստ ձեզ Հայաստանին, հա, երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի Իրան է պետք։ Ուժեղ, միացյալ, առանց տարովելու, ուժեղ, միացյալ, կանխատեսելի եւ Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված ռեժիմով։ Սա կարևոր է։ Իսկ Հայաստանին ավելի հեշտ չի լինի
վարել արտաքին քաղաքականությունը, եթե Իրանը լինի նաև լավ հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ, թե դա բացառվում է։ Տեսեք, գեոպոլիտիկ քարտեզը շատ արագ փոխվում է։ Իրանը անգամ այս իշխանությունների, այս ռեժիմի, այսպես ասած, ժամանակ փորձել է մի քանի անգամ լավ լինել Արևմուտքի հետ։ Հիշում եք, այդպիսի փորձեր եղել են, որոնք անգամ ռուս-իրանական հարաբերությունների մեջ տենց Լավրով բանով, տենց մակարդակով արտահայտվել է այդ ֆշշոցը, հա։ Իրանը գնաց ռազմավարական համաձայնագրի Չինաստանի հետ տարիներ առաջ, հիշեցնեմ, խոսքը գնում է նաև 5000-անոց չինական ռազմական կոնտինգենտ Իրանում տեղակայելու մասին, խոսքը գնում է 400 միլիարդ դոլարանոց ինվեստիցիաների մասին, 25 տարով Իրանում բոլորը գոհ են դրանից, չէ, նույն Ահմադինեջադը նախկին նախագահներից մեկը դրան դիմախոսներից էր։ Այնպես չի, որ Իրանը միատարր է, եւ միատարրությունը ոչ միայն էթնոկոնֆեսիոնալ խնդրեմ է, միատարրությունը նաև քաղաքական ապագայի խնդրեմ է։ Նորից կրկնեմ, մեզ պետք է, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ առումով, գեոպոլիտիկ բաներով, ոչ թե պոլիտիկ, դրանք տարբեր են, գեոպոլիտիկ առումով, այո, Իրանի գոյությունը որպես Հայաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված միացյալ ուժեղ չտրոհված շատ կարևոր է, որովհետև տրոհման դեպքում դուք պատկերացնում եք մենք ունենում ենք, այո, մենակ Ադրբեջանի խնդիրը չի, այստեղ նաև քրդական գործոնն է որպես գործոն միանում եւ այդ ամբողջը վերաձևելու է միջին արևելքի, այսպես ասած, քարտեզը իր long term հետևանքներով, որոնք կներեք ոչ միայն մենք, այլ նաև իմ երեխեքը եւ ձեր թոռներն են տեսնելու խնդիրներ, այսինքն մենք դրա տակից դուրս գալու խնդրեմ ունենք։ Իրանի պարագայում այստեղ էլ է երկուստը, գիտեք, ես երկար ժամանակա չի հասկանում եւ մինչեւ հիմա չեմ հասկանում Իրանի ղեկավարության, աշխարհիկ ղեկավարության մոտեցումները որոշակի հարցերում։ Ես լավ չհասկացա, թե ինչու Իրանի կողմից լավ չբարձրաձայնվեց այն հարցը, որ Օղաթիրի կործանումը եւ Ռայիսի նախկին նախագահի մահը, այդ սաղ թեմաներ են։ Ես չհասկացա ինչու կա այդպիսի խորը որպես քաղաքական փորձագետ չհասկացա, ոչ թե համակրանք, հակակրանք դաշտում իշ ճիշտ։ Օրինակ Սուլեյմանի սպանությունից հետո այդ բաների ռեակցիաների ես շատ բան չեմ հասկանում Իրանի հետ կապված, պահվածքի հետ կապված։ Ես գիտեմ այնտեղի որոշակի խնդիրներ, ինքս իրանագետ չեմ եւ չեմ հավակնում փորձագետների հացը, այսպես ասած, ձեռքից խլելու, բայց պրակտիկ applied, այսպես ասած, խնդիրների հետ կապված, այո, մեզ պետք է, որպեսզի մենք Իրանում չունենանք այն, ինչ որ այսօր կա Իրաքում, կամ չունենանք այն, ինչ որ կա Լիբիայում։ Եկեք խոսենք եկեղեցի մասին, մի հարց եմ միայն ուզում տալ եկեղեցու մասին, որովհետև կարծես թե ամեն ինչ արդեն հասկանալի է, շատ է խոսվում այդ թեմայով։ Եկեղեցու դեմ այս պատերազմը, ըստ ձեզ, Նիկոլը տապալել է։ Պատերազմը շարունակվում է։ Հասկանում եմ, բայց արդեն կարող ենք խոսել, որ նա ասել, որ նա տապալվել է։ Չէ, դա չի կարելի ասել, A, որովհետև պատերազմը չի ավարտվել։ B, չի կարելի խոսել, որովհետև դա կգցի զգոնությունը։ Դա շատ վտանգավոր բան է։ G, որովհետև պետք է արձանագրել, որ Նիկոլը ունի որոշակի տակտիկական հաջողություններ։ Դա էլ չի կարելի ժխտել։ Եթե դուք ասացիք ուղիղ խոսենք, ինքնին պատերազմի փաստը հայկական համարվող պետության իշխանությունների հայկական առաքելական հոգևոր ինստիտուտի դեմ դա ինքնին չեպ է, դա արդեն վատ է։ Նաև դա է մեծ զայրույթ առաջացրել բնակչության մոտ։ Այո, այդ խնդիրը բերել է մոբիլիզացիայի եւ երկար տարիներ եկեղեցու դեմ մաղթ թափողների մոբիլիզացիայի տարաբնույթ, ես չեմ ուզում իդեպ աղանդավորներին բոլորին մենք մի սանրով սանրենք, որովհետեւ դա սխալ է, դա ոնց որ Նիկոլի պրոպագանդային ջուր լցնես։ Մյուս կողմից բերել է մոբիլիզացիային մարդկանց, որոնք կարող է եկեղեցուն վերաբերում էին որպես պրոստը պետք է գնանք մանվառենք, կնքենք, թաղենք, հա, փսակենք տրամաբանության մեջ եւ իրանց մեջ սարթնել է այդ թասիբը։ Իրանք ես գիտեմ նիկոլականներ, որոնք որ Նիկոլի այս բանի բարագայում կտրուկ դեմ են։ Նիկոլի մոտ այս թեման տապալված չի, ես չեմ համարում որ տապալված է։ Նիկոլը ունի մեծ առավելություն բոլոր խաղացողների նկատմամբ, ճշմարտություն եք ուզում լսեք, ինքը հետևողական է։ Տեսեք, ամեն կիրակից հետո ասում ենք,
Պրանիսլովը մայրաթորի խաչի փոխարեն խոսքի Նիկոլը չի էլ է նստե այդ գմբեթին դրա համար պրանիսլով, այսինքն ես ես հոգեբանության մեջ եթե խոսում ենք պատերազմ ձևակերպման մասին, իսկ դա այդպես է, ցավոք սրտի, պատերազմը չի ավարտվել, զգոնություն կորցնել չի կարելի, նա ունի հաջողություններ, ստացվեց իր մոտ բլիցկրիգ, չէ, ու նա կարող է մտածում էր բլիցկրիգ կլինի, գիտեք, բայց այդ պատերազմն իրեն ավելի շատ վնասեց։ Որտեղով եք դատում։ Որովհետև որտեղ ասեմ, ինչով էր Նիկոլ Փաշինյանը տարբերվում մյուս ընդդիմադիրներից։ Ֆիգուրնի կատանյայում կա երկու չէ կրիտերի՝ տեխնիկա и արտիստիզմը։ Տեսեք, տեխնիկի ներքին լսարանի համար նա կորցնում է, ակնհայտ է որ նա կորցնում է տատանվողներին, swing voter-ներին եւ այլն, բայց նա կոնսոլիդացնում է իր միջուկային էլեկտորատը, սա հաշվի առեք։ Եվ երկրորդը զա արտիստիզմ նա կրում է, որովհետև իր դրսի պատվիրատուները ակնհայտ արդեն այս փաստով գոհ են։ Իսկ մենք հասկանում ենք, չէ՞ որ հայկական հոգևոր ինստիտուտի իշխանությունը մենակ հայերի վրա չի տարածվում։ Մենք կանք Երուսաղեմում, մենք կանք Ստամբուլում, մենք կանք ամենուր, մենք կանք որպես գործոն, կներեք, երբ որ Տրամպին ընտրում էին այս վերջին ընտրություններին, Տրամպը հայերից միջև ընտրվել ում հետ խոսեց։ Արամ առաջին։ Չէ։ Խի լոբիստների հետ չխոսեց, խի աշխարհիկ համայնքային։ Հասկանալի է։ Այսինքն մենք ունենք այդտեղ շատ ավելի մեծ իշխանություն եւ մեզ զրկելու գայթակղությունը այլ ազգերի, այլ պետությունների, այլ ուժի կենտրոնների կողմից վատ տրամադրվելու դեպքում շատ ավելի մեծ է։ Այսինքն Նիկոլը տապալել է ներքին լսարանի համար, բայց մոբիլիզացրել է սեփական էլեկտորատը, իր համար դա շատ կարևոր է, որովհետև իր հույսը այլևս այն չի, որ ինքը 40% մաքուր ձեն է տանելու։ Իր հույսը այն է, որ իր 20-ը նաղ դլնի։ Կներեք ես, հասկանում եք, եկի գալիս ենք ընտրություններին եւ համաձայն ենք այն գնահատականի հետ, որ այս ընտրություններին, որոնք արդեն 5 ամիս հետո են տեղի ունենալու, 5 ամիս է մնացել մինչև ընտրություններ, հիմնական գործոնը կենտրոնական գործոնն, այսպես ասեմ, Սամվել Կարապետյանի ուժն է լինելու։ Նախ ես այդպես չի ասի, որ մնացել է 5 ամիս, որովհետև մենք ապրում ենք դժվար կանխատեսվող իրականության մեջ։ Ես դա չեմ ասի, որովհետև մենք ունենք այո իմպիչմենտի գործիքը, որը այս պայդրությամբ գուցե չի շողշողում։ Բայց մինչև նա հայտարարված ընտրություններ քանի ամիս պետք է մնացած լինի, որ իրավական բաները չգիտեմ, բայց մենք դեռ ժամանակ ունենք։ Ես դա չի ասի, որովհետև իրոք մենք ունենք ֆորս մաժորների վտանգ, ներքին արտաքին, մենք ունենք Նիկոլի կողմից ջոկերների օգտագործման վտանգ։ Այսինքն կարող ասել ապրիլին են լինելու ընտրությունները։ Ակնհայտ է, որ չի գնալու այնպիսի ընտրությունների, որտեղ վստահ է լինելու, որ պարտվելու է։ Սա ակնհայտ է։ Ախր այդ դա է ասում։ Ինչ պետք է անի, որ չգնա ընտրություններին։ Ռազմական դրություն հայտարարի։ Ռազմական դրություն հայտարարելու համար պետք է ինչ-որ մեկը սկսի պատերազմ։ Եթե դու խաղաղության մասին ես խոսում։ Այնպես կայֆոտ եք Նիկոլի գործողությունները։ Իմ բոլոր ընկերների մեջ, շատերի մեջ կներեք, ոմանց մեջ չկա։ Բանս բան կա, տենց նայիվնի տենց զայրուտ կա, ոնց կարա Նիկոլը սենց բան անի։ Ոնց կարա չանի անում։ Չէ, ես հասկանում եմ, գործ արկելուց ասում եմ ամեն ինչ Նիկոլից, բայց ընտրություններ չհասկացնելը դա բացառվում է։ Հետաձգել։ Ես դες տարբերակներ եմ տալի, ես չեմ ասում այդպես առաջ բերել։ Չգրանց։ Այստեղ գալիս են հարցեր։ Սամվել Կարապետյանը այս ընտրությունների հիմնական հույսն է անդիմության, այո։ Մեր հիմնական հույսն է եւ ես շատ եմ ուզում, որ անդիմադիր բոլոր դաշտերում, այդ թվում նախկին առաջնորդների, անդիմադիր դաշտի նախկին առաջնորդների մոտ այս գիտակցումը լինի, չլինի խանդի տեսարան, չկա իրենց մոտ խանդի տեսարան։ Որոշակի բաներ ես նկատում եմ։ Ամենայն դեպս այն հայտարարությունները, որ օրինակ հնչում են երկրորդ նախագահի կողմից կամ երկրորդ նախագահի թիմից, այդպիսի տպավորություն է։ Նախագահի անունը չտվեցի, բայց դուք այդպիսի տպավորություն է, որ իրենք խնդիր չունեն դրա։ Ես շատ ուրախ եմ, եթե դա իրոք այդպես է, եւ շատ ուրախ կլինեմ, եթե այդ մտադրությունները տրանսլյացիայի ենթարկվեն, տարածվեն նաեւ իրենց քարոզչական բուրգի
այլ տեսակի Եկեք այդ թեմայով չխոսենք, բայց քիչ խոսենք, կնեք։ Որովհետև Դուք ասում եք քարսը սիրուն է, բայց պոչկեքում քար կա։ Չտանենք այդ քարը հանենք քարսը։ Ինչ ձևաչափով է մասնակցել։ Մի րոպե նորից ասեմ, այս կարևոր է իմ համար։ Ես կարծում եմ, որ մեծ վնաս են տալու ընդդիմությանը այն բոլոր շրջանակները եւ մարդիկ, ովքեր առերես կժպտան Սամվել Կարապետյանին, բայց տակից կփորձեն իրեն խանգարել։ Ես կարծում եմ մեծ վնաս են տալու Սամվել Կարապետյանին նրանք, ովքեր խանդի տեսարաններ կանեն իր առաջնորդության եւ իր ուժի առաջնորդության հետ կապված։ Մեծ օգուտ կտան Հայաստանին նրանք, ովքեր կընդունեն Սամվել Կարապետյանի տառանային պրարիվնոյ ֆունկցիան, այն կինոն շատ եմ օրինակներ վերում զուտ պատկերավոր դարձնելու համար։ Սամվել Կարապետյանը եւ իր ուժը այն տառանն է, մեծ սուր, այն միջնաբերդերը կոտրող։ Տղեկ կպնենք սաղաս այդ գերանին, այդ տառանին ու դմփսնենք այդ դարպասը։ Դուք կարծում եք դա հնարավոր է։ Ես կարծում եմ տեսականորեն դա այս պայդրությամբ չի բացառվում, որովհետեւ իհարկե ամենաանշնորհակալ բանն է։ Կան բանակցություններ Սամվել Կարապետյանի ուժի հետ այդ թեմայով։ Բանակցություններ մենք չունենք որևէ ուժի հետ, մենք ունենք պարբերաբար աշխատանքային հանդիպումներ, ինչպես միջանձնային, այնպես էլ միջինստիտուցիոնալ տարբեր քաղաքական ուժերի հետ։ Դուք խոսում եք դրա մասին, որ եկեք Սամվել Կարապետյանին որպես տարան օգտագործենք։ Այսպես բաց, այսպիսի ռեսպեկտաբելնի մեդիայում, այսպիսի լրագրողի մոտ ասելով ավելի բարձր տեղ, չգիտեմ, չեն հրավիրում որ գնամ։ Չեն հրավիրում։ Ավելի հմեկի տաղավար չեն հրավիրում, TV 5-ի տաղավար չեն հրավիրում։ Գնալու ընտրությունների։ Հանրապետականը մեկնարկել է պաշտոնապես ընտրություններին մասնակցելու հարցի քննարկումը։ Այսինքն եթե մենք նախկինում այս հարցը չէին քննարկում պաշտոնական ձևաչափով, այն է կուսակցության ղեկավար մարմնի ձևաչափով, օրերս տեղի ունեցել է նիստ, մենք մանրամասն քննարկել ենք, մեր ԳՄ բոլոր անդամները իրենց կարծիքները հայտնել են, շատ ուղիղ, շատ շահագրգիռ, շատ տարաձայն, որովհետև մենք բազմակարծություն իրականում է, բազմակարծություն խրախուսող եւ ընդունող քաղաքական ուժ ենք, որոշում չի կայացվել առհասարակ մասնակցության, հետեւաբար չի կայացվել որոշում մասնակցության ձևաչափի մասին։ Քննարկումները շարունակվելու են։ Մենք ունենք որոշակի տնային աշխատանք կատարելու, որովհետև գիտեք, մեր ասելիքը, մեր բանաձևն է, պետք է լինի անելիքի մասին։ Եվ եթե անելիքի մասին ասելիքը անելիքով չես ամրապնդում, չես համեմում, անիմաստ է խոսքը։ Պարոն Աշոտյան, եկեք առարկայական խոսենք։ Շատ առարկայական։ Ես ձեզ թվարկում եմ այսպես քիչ շատից հայտնի քաղաքական ուժերը Հայաստանում, դուք ինձ կարճ ասում եք, իրենց հետ ըստ ձեզ հանրապետական կուսակցությունը պետք է համագործակցի եւ գնա միասին ընտրություններին, մեր ձևով։ Մի թվարկեք, մի վարքյան, մի րոպե։ Չէ, ես ուզում եմ թվարկել, դուք ասում եք այո, ոչ, մեր ձևով։ Մենք չունենք որոշում մասնակցության, հասկացա, բայց դուք միանգամից ասեմ, բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են մեզ հետ ընդհանուր օրակարգ։ Դե բոլորը այդպես են ասում, դուք օրինակ ցույց տվեք, հստակ ասեք, այո, մեր ձևովի հետ կգնանք բանակցությունների եւ ընդհանուր ցուցակով։ Եթե որոշում, չէ, մի րոպե, այստեղ տարբեր բաներ է, բանակցություններ ինչի շուրջ ընդհանուր ցուցակով։ Ընդհանուր ցուցակի մասին խոսակցությունները միանգամից կտրեմ, հա, շաքարով այսպես ասած։ Ընդհանուր ցուցակի այդ թեման արհեստական թեմա է։ Ինչ որ մեկը ով ուզում է իրան բերել մեյդան նորից իրան նիկոլական անցյալը որից մաքրի կեղծ ինտելեկտուալ խաղա տենց յանամ սրտացավ մի բանը որ ինքը կարանի մոբիլիզացնի նիկոլական ճամբարը դա իր համար ավելի լավ է ստացվում բայց բերել կներեք Բուրկինա Ֆասոյի կարծիքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման առարկա դարձնել երբ որ Բուրկինա Ֆասոն այդ խորհրդի անդամ չի Թաթյանին ինչպես եք վերաբերում Արման Թաթյանին անձնապես շատ լավ եմ վերաբերում իսկ հանրապետականը օմբուդսմեն շատ գոհ եմ եղել իր աշխատանքից այս պայդրությամբ ես կարող եմ ասել որ զուտ որպես քաղաքական կարծիք հա նա կարող էր ավելի լավ մեկնարկել այսպես ասած իր քաղաքական նախագիծը իր տեսակետների հետ կապված 100 անգամ ասել ենք կրկնեմ մի բանաձև մենակ իրեն չի վերաբերում առհասարակ հա Երբ որ խրամատ կա փորած 18 թվականից հանրապետականը առաջինը Հայաստանում, նիկոլական Հայաստանում, առաջինը հանրապետականն է դեմս ինձ հայտարարել ազգային ժողովում, որ մենք ընդդիմություն ենք այլևս։ 18 թվականից ես այդ իմ ընկերների հետ միասին այդ ակոպը փորում եմ, պահում եմ, վիրավոր եմ տվել, զոհ եմ տվել, սոված եմ մնացել, սառել եմ, չեմ նահանջել։ Հա, առաջ չեմ կարողացել գնալ, նախ որովհետև մենակ էի երկար տարիներ։
Դուք ուզում եք, որ իրենք բոլորը գան այդ հրամատում տեղավորվեն։ Չէ, հակառակն եմ ասում։ Չէ, լսեք։ Ես ուզում եմ հետևյալը, տղերք ջան, ես անենց ուրախ եմ, что в нашем полку прибыло։ Ուր եք ձեր ցավը տանեմ, ապրեք, բայց մի խցկվեք իմ մեր հրամատ, խի, որովհետև ճակատը լենա, այս ձեզ լապատկեն, վերցրեք, գնացեք փորեք ձեր հրամատը, մենք էլ առաջի փուլու միջև դուք փորեք ձեր ջուրն էլ Մի ցուցակով կգնաք Թաթոյանից։ Մենք ընդհանրապես ցուցակի արժ չենք քննարկել, բայց մի րոպե, էլի դուք ինչ հիշացեցիք, դուք խոսցնում եք ինձ ես էլ գեղեցիկ խելացիկ ինտերնում թուլանում եմ, մոռանում եմ ինչի Ես պահելու եմ, չեմ անում։ Ես բան չասեցի։ Ես դրա համար էլ ասել եմ, որ պահելու չեմ ասել։ Վերադառնալով թեմային չշեղեք հիմա։ Չեմ շեղում։ Ընդհանուր ցուցակի թեման մեյդանա բերեն մարդ, որը փորձում է իրան Անունը տվեք, էլի, մի այդպես խոսեք։ Չէ, ինչի համար այդ գովազդ է, մի րոպե։ Այդ ինքնադրսևորման, կիսապլագիատի, ես տեսել եմ, մի խոսքով չեմ ուզում, ուրիշ բան եմ ասում։ Այնպես չի, որ չի քննարկվում տեսականորեն այդ հարցը, առհասարակ իմ մտքում գոնե։ Կա եվրոպական երկու փորձ ավտորիտար ռեժիմների դեմ պայքարում, ընդդիմության միավորում եւ տարբեր էշելոններով գնալ։ Միավորվել են Հունգարիայում, չի ստացվել նախորդ ընտրություններին, Օրբանը կարել է, միավորվել են Լեհաստանում, ստացվել է։ Այսինքն խնդիրը տեսական չի, որ միավորես country based է, այսինքն պետք է հասկանաս այդ միավորումը։ Պարզ մի հատ մաթեմատիկական հաշվարկ տամ, հա, տեսեք։ Օրինակ, ես հաշվարկեցի, գոնե ասենք տեսականորեն, գոնե 10 քիչ շատից հայտնի քաղաքական ուժեր կան։ Եթե միջինը ամեն այդ մի քաղաքական ուժը, ասենք միջինն ենք վերցնում, մեկ ունի 1%, մյուսը ունի 15-ից ավելի տոկոս, միջինը ունի, ասենք 4% ինչ որ վարկանիշ։ Եթե 10 ուժը միավորվեն մի քանի դաշինք կամ ասենք 2-3 կամ մի դաշինք, արդեն ընդհանուր ստացվում է, որ դրանք հաղթել են Նիկոլին։ Այդ այդպես չի աշխատում, չէ՞ դուք լավ։ Բա ինչի, մաթեմատիկա է, ինչի։ Քաղաքական մաթեմատիկան ուրիշ է, եւ այստեղ օրինակը բերեմ չխանգարեք մենակ։ Տեսեք, շուկայում այսօր Երևանում ֆաստ ֆուդի մեջ ամենալավը երևի վաճառվում է շաուրմեն, ղարսի խորովածը, լամաջոն ու պոնչիկը։ Սոված եք, պարոն Չէ, օրինակ եմ բերում, շատ մատչելի, ես 16-8 եմ փամ, իմ ուտելու ժամը չի։ Այս օրինակ 4 ֆա։ Հիմա դուք ասում եք, այդ շուկայում 4 տարբեր պոզիցիա ունեցող, իր սպառող ունեցող ապրանքների փոխարեն, թող սրանց արտադրողները միանան, ստեղծեն մի հատ, ուրեմն շաուրմայա նման պոնչիկ, մեջը լինի կրեմ եւ աղացած միս։ Համաձայն չեմ ձեզ հետ, բայց կարող եք, այսինքն, չէ, կարող է ձեր ասածը ճիշտ լիներ այլ իրավիճակում։ Այս իրավիճակում առհասարակ, երբ որ ամեն սեգմենտ ունի իր նախընտրած պրոդուկտը, մարդկանց հետ որ խոսում ես, բոլոր հարցումները, լրագրողները, տարբեր մեդիաներ հարցումներ են անում եւ հիմնական այսպես հարցերից մեկը, որ սովորական մարդիկ տալիս են ընդդիմադիրներին, միավորվեք, որ կարողանաք հաղթել։ Շատ սուտ են ասում մարդիկ։ Հերիք չի ուշադրություն չդարձնել մարդկանց։ Չիկին Բաբայան ջան։ Ասում են նախկիններ Старое помянет тому глаз вон, кто забудет тому два, մի վարքյան։ Я не забыл։ Անցյալ տարի փետրվարին մեր ընդդիմադիր այն ժամանակվա համար առաջնորդական գործընկերները մեկնարկեցին տարանջատում օպերացիան։ Տարանջատում օպերացիան։ Այդ բառը ես չեմ օրինել, իմ ընդդիմադիր ընկերներն են խորհրդանական մյուս խմբակցությունից։ Մեր ժամանակ ես տնային կալանքի տակ էի, շատ վիճում էին գալ։ Այսինքն դուք մի տարի առաջ տարանջատում մեկնարկած օպերացիայի պարագայում հիմա խոսել միասնության պարագայում կոգնիտիվ դիսոնանս է իմը տալիս էստեղ, հա, բայց ո՞վ է միասնության հիմա խոսում։ Դե դուք եք միասնության թեման ասում։ Ես եմ միասնության խոսում, բայց ես ինչ կապ ունեմ նրանց հետ, ովքեր տարանջատել են։ Ես իդեան եմ քննարկում, ոչ թե մարդկանց։ Ես վաղուց դուրս եմ եկել մարդ քննարկելու գայթակղությունից, ես գաղափար եմ քննարկում։ Գաղափարը հետևյալն է, նորից կրկնեմ։ Այդ միասնության տակ, կստացի ինքը բազմաշերտ բառ է։ Միասնության ես կողմնակից եմ, բայց այդ միասնությունը ո՞րն է, մի րոպե, որ էտապին համագործակցեք, անատոմիական է, թե ֆիզիոլոգիական է, բարդը, կառուցվածքային է, թե գործառութային է։ Գործառութային միասնությունը կներեք, աքսիոմա է, բոլոր են ուժերը, ես չգիտեմ մենք գնալու ովքեր ձայն կստանան կմիավորվեն։ Եթե պետք է գնան ընտրությունների ընդդիմադիր ուժերը, եւ այդ միասնության գաղափարով չեն առաջնորդվելու
օպերացիոն գործառույթային աշխատանքային մակարդակով այդ ուժերի հետ ես խնդրեմ ունեմ որպես քաղաքացի։ Բայց անատոմիական միասնություն, չգիտեմ կգնանք թե չեն գնա, կարողա չգնա հանրապետական մենք որոշում չունենք դեռ, եթե որոշում չունենք, բայց չեք բացառում, որ չեք։ Ուրեմն չգնալը տարբերակներից մեկն է, չէ՞։ Մենք եկանք Ինչպես նաև գնալը։ Մենք եկանք հասանք բլից հարցերի, պարոն Աշոտյան։ Ամեն մի հարցին շատ կարճ պատասխան, խնդրում եմ, շատ կարճ։ Առաջին հարցս. ըստ ձեզ Փաշինյանը այս ընտրություններին գնալու է եւ իր հիմնական կարգախոսը լինելու է խաղաղությունը թե սոցիալական հարցերը։ Խաղաղությունը իսկ սոցիալական բլոկը պետբյուջեն օգտագործել է որպես ընտրակաշարքի քսակ։ Հետաքրքիր է։ Քանի մեծ դաշինք է գնալու ընտրությունները, քանի մեծ դաշինք է գնալու ընտրություններին անդիմությունը ըստ ձեզ։ Քանի դաշինք է լինելու։ Երկու դաշինք հիմա ես արդեն տեսնում ենք, հա, բոլորս տեսնում ենք։ Դաշինք կազմելուց առաջ հիշեք, որ շեմը 8% է դառնում մինչև 3 կուսակցությունների պարագայում, այսինքն պետք է խելացի մոտենալ նախընտրականից։ 8%։ Մինչև 3 կուսակցությունների պարագայում ընտրական օրենսգրքով շեմը 8% է։ Այդ ինչ է նշանակում, եթե ես 4 եմ, դուք 4 եք, խենք դիմում ռիսկի իրար հետ միանում 8 հաղթարելու համար։ Հենա մարդա 4-ը հաղթարեն, գնանք, որտեղ 8-ի շեմը արդեն բարձր է։ Ես կուզենամ խելացի մոտենալ այս հարցին, ոչ թե ինքնանպատակ։ Բայց եթե միանգամից մի 5 անդիմադիր ուժ հաղթարեց այդ շեմը, իրենք չեն կարող, չէ՞ բոլորը միավորվել։ 3-ը կարող են։ Հետընտրականի մասով կոալիցիաների ձևակերպման մասով ես իրավական, որտեղ իրանք շատ արագ են փոխում դաշտը։ Քանի կուսակցություն Հիմա չեմ կարող ասել, բայց այստեղ էլ լուծում կա։ Որն է։ Կան դե յուրե կոալիցիաներ, կան դե ֆակտո կոալիցիաներ։ Եթե լինի իրավական արգելք հետընտրական ուժերի միախմբման, թո 3 ուժ կոպիտ ասած ֆորմալ կոալիցիա կազմեն, ստորագրեն։ Բայց եթե 3 ուժին չհերիքի Չէ, 3, այդ եմ ասում դες, ֆորմալ իմաստով թո 3 ուժ կազմեն, լինի, այսպես ասած, փոքրամասնության դե յուրե կառավարություն, բայց մեծամասնության սատարումով այն 2 ուժերի, որոնք կարող են չմիանալ։ Այս օրինակը գործում է Շվեդիայում օրինակ։ Այսինքն կան ընդդիմություն իշխանության բանի մեջ, դիխոտոմիայի մեջ, կա նոր բան։ Իշխանությանը աջակցող, բայց իշխանությանը մաս չկազմող քաղաքական կուսակցություններ, դա Եվրոպայում մեկ հիմա տարածված բան է, օրինակ Մակրոնը չունի մեծամասնություն national բանում ազգային ժողովում, բայց հարցերից կախված իրանք մեկ կողմա քվեարկում լեգիտիմ կուսակցությունը, մեկ կողմա քվեարկում Փաշինյանը ստանում է օրինակ, հա, օրինակ 35%։ Անդիմադիր ուժերը, ասենք մաքսիմումը 3 ստանում եք ընտրական օրենսգրքի հետևանք դաշտ, որին ես դետալներին չեմ դիապետում։ Ես ուրեմն ձեզ կկանչեմ նաև ապրիլին հարցազրույցի։ Բայց ես իրավաբան չեմ, եկեք կանչենք ուսումնասիրեք, իսկ հիմա դուք լավ եք խոսում։ Դուք ավելի Այսինքն մենք կարող ենք, եթե այդպիսի արգելք կա, մենք կարող ենք ворթեգրել, մենք ընդդիմությունի նկատի ունեմ, մոդել, որտեղ այդ արգելքը դե ֆակտո շրջանցվի։ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը, եթե տոկոսներով խոսենք, ինչպես է գնահատում։ Բարձր է։ Ինչքան բարձր։ Անհույս բարձր է, չէ։ Բայց անհույս բարձր է։ Չէ, մի րոպե, չեք լսում ինձ։ Ասում եմ, արդյոք Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը բարձր է։ Այո, արդյոք այդ հավանականությունը անհույս բարձր է։ Ոչ։ Ըստ ձեզ, մինչև ընտրություններ, հա, եթե մենք գնում ենք արդեն հայտարարված այդ ընտրությունների օրվա մասին ենք խոսում, հունիսի 7-ը, անդիմությունը պետք է սկսի փողոցային պայքար։ Միանշանակ անդիմությունը, մի րոպե։ Գնալ ընտրությունների եւ չանել փողոցային ակցիաներ ինքնին աբսուրդ է, որովհետեւ Քանի ամիս շուտ պետք է սկսել այդ ընտրությունները։ Ցանկացած ընտրություն պահանջում է առնվազն երթ, միտինգ, այսինքն само собой պետք է լինեն փողոցային ակցիաները նախընտրական տրամաբանության մեջ։ Խնդիրը հետեւյալը պետք է լինի, այդ ակցիաների էներգետիկան պետք է լինի պաննարստայուշի, էկզալտացիային մոտեցող եւ պատրաստակամություն, այսինքն էկզալտացիայի նկատի ունեմ էլեկտրիզացիայի բարձր աստիճանով միջև ընտրության օրը, որպեսզի ընտրության արդյունքները կեղծելու պարագայում այդ էներգիան, պոտենցիալ էներգիան վերածվի կինետիկի հետընտրականի, դա տեխնոլոգիական խնդիր է։ Կա տարածված կարծիք, որը որ կարծես թե արդեն բոլորի համար հասկանալի է, որ հենց այդպես է, որ կա մի մեծ զանգված, ովքեր ապատիկ են եւ իրենց դժվար է բերել ընտրությունների։ Ինչ պետք է անել, որ մաքսիմալ քանակի մարդ մասնակցի հունիսին կայանալիք ընտրություններին։ Ըստ ձեզ կարճ բանաձև ունեք դրա համար։ Արթնացնել հույսը, չվաճառել հույս, արթնացնել հույս։
Հետաքրքիր բանաձև է։ Ըստ ձեզ ինչ խախտումների է պատրաստ Փաշինյանը։ Ցանկացած կարմիր գծերի բացակայություն։ Ես հասկանում եմ, որ ինքը ուզում է, բայց ինչ կարող է, ինչ խախտումներ նա կարող է անել։ Իրեն հասանելի իր լիազորությունների Ինչն է հասանելի։ վերազանցելով ամեն ինչ։ Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Հա, բայց դրանք դուք օքեյ եթե Լավ, հրապարակավ տեսեք, եթե հիմա ինքը զիջում է բաներ, վարկեր, պարտքեր, տուգանքներ, դա կաշառք է, դա խախտում է, բա ինչ է։ Բա դա իհարկե խախտում է։ խախտման մասին եմ ես խոսում։ Կներեք, իրական ավելի լավ է Դաչյանի մի հատ գյուլետեն ճխտի, քան միլիարդավոր մեր ձեր հայաստանցիների փողերի հաշվին առնում է հայաստանցու խիղճը, երբ որ փորձում է պոպուլիստական բաներ անել, դա կաշառք։ Պոպուլիզմից բացի ինչ կարող է։ Կներեք, Եվրոպական քաղաքական հանրույթի հավաքը, որ պետք է լինի մայիսի 4-ին Հայաստանում, խախտում է, խի, որովհետև ակնհայտ աջակցություն է։ Իսկ ընդդիմությունը պատրաստվում է մայիսի 4-ին այդ Ես հավաքի օրը մեծ հանրահավաք անցկացնել։ Այդ քիչ է, իմ իդեան ուրիշ է։ Եթե մենք գնում ենք, անկախ նրանից ընտրություններին մասնակցում ենք թե չէ, ընդդիմադիր ուժերը Նիկոլ ուզում է հարսանիք անի, պետք է հարամանել այդ հարսանիքը, շատ պարզ։ Ինչպես հարամանել։ Շատ պարզ, 40+ այսպես ասած պատվիրակություններ է գալու, հիմնական ընդդիմադիր հասարակական քաղաքական ուժերով քարտեզագրում ենք, շտաբ ենք ստեղծում, դրանք հյուրանոցներում են մնալու, հաց են ուտելու, տարբեր տեղերից են բերվելու, ամեն ուժ իր վրա վերցնում է, բացի դեր ասած են գմփը։ Նաև ընթացիկ օպերացիոն մակարդակով 3-4 դիլիգացիա, որոնց դեմը պիկետներ անում, ճանապարհ փակում, ցույց անում, օրենքով չարգելված բոլոր մեթոդներով, հրավիրում է։ Ես սա ասել եմ եթերում Արմինե Օհանյանի մոտ եւ ասում եմ ձեզ մոտ, ընդդիմություն կարծում եմ պետքա լսել իմ առաջարկը։ Ինձ մոտ նաև մի հատ sense տպավորություն կա, որ բոլոր քաղաքական գործիչները գնում են այս կամ այն եթեր, այս կամ այն հարցազրույցի, ասում են դե ասեցինք, էլի։ Չէ, դա քիչ է, հանդիպեք, կազմակերպեք, քննարկեք, քիչ է նշանակում, դե ես ասել եմ, եկեք ինձ ասեք ապրես, որ ասել ես ու ինձ միացեք, չէ։ Ես դուս եմ եկել, չնայած եթե դուք ինձ մի լավ բարի խոսք ասեք կարող է հալվեմ, բայց դուս եմ եկել այդ տարիքից, երբ որ կարիք ունեմ ուրիշների համար, ես ուրիշների հավատի կարիք ունեմ, ոչ թե ձայնի, բայց այդտեղ մի հատ կարևոր բան հիշեցրեցի։ Ամիսներ առաջ ես առաջինը բարձրաձայնեցի այն մասին, որ քաղբանտարկյալների ազատության համար պայքարի միասնական ֆորմատ է պետք, որին արձագանքեց ի պատիվ իրեն Վարդան Օսկանյանը հաջորդ օրը եւ այլն, հետո շաբաթներ հետո, ամիսներ հետո դա դարձավ նաեւ Իշխան Սաղաթելյանի կողմից նախաձեռնած այդ բանակցությունների փաթեթի մի կարևոր կետ, այսինքն ուզում եմ ասեմ, քաղաքականությունը նաեւ խոսալու մասին է, բայց ճիշտ եք, մենակ խոսալով չի։ Ինչը կարող է ստիպել Փաշինյանին հանգիստ թողնել իշխանությունը, ըստ ձեզ։ Վատ բան եմ ասում, իրան ուզում եմ երկար տարիներ մաղթեմ, որովհետև ինքը պետք է ուշ մեռնի, տանջվի իր բոլոր մեղքերի, այդ սաղ ես նկարագրել եմ, որ ես ուզում եմ ինքը երկար ապրի, որ այդ սաղ իշխանազրկումից հետո ինքը պետք է մղձավանջի մեջ երկար ապրի, բայց ձեր արդի պատասխանը դրա հակառակն է, մահ։ Ուրիշ ոչինչ։ Հանգիստ թողնել իշխանությունը Ես չեմ պատկերացնում այդպիսի դեպք, բացի ֆիզիոլոգիականից։ Ինչ ազգանուն պետք է ունենա Հայաստանի նոր վարչապետը, որ դուք ձեզ լավ զգաք։ Ազգանունը իմ համար կապ չունի, հայ պետք է լինի ուղնու ծուծով։ Կարող է ասել, որ Փաշինյան չլինի։ Այդ սամոսաբա է, մեր ամբողջ հարցազրույցը դրա մասին է, բայց կարող է Փաշինյան չլինի, Միրզոյան լինի, լավ է, կամ Ալեն Սիմոնյան լինի լավ է, կամ Արմեն Գրիգորյան լինի լավ է, չէ, կամ Արայիկ Հարությունյան լինի լավ է, կամ Սարսափելի բաներ եք ասում։ Դե տեսնում եք, իմ ասածը հայ լինի ուղնու ծուծով։ Շնորհակալություն, պարոն Աշոտյան, հետաքրքիր հարցազրույցի։